Քիչ առաջ Արմլուրին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավար, դերասան Զարա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Բժիշկներն այս պահին նրա վիճակը գնահատում են շատ ծանր։ Ամուսինը հաստատել է տվյալները։ Տեղեկացնենք, որ Զարա Արամյանը ծնվել է 1970 թվականի հուլիսի 1-ին։ Ավարտել է Երևանի թիվ 30 միջնակարգ դպրոցը 1981-ից 85 թվականներին, հաճախել Ֆուչիկի անվան պատանի լրագրողների դպրոց։ Զարա Արամյանն այն մարդկանցից է, որոնց ձայնը հիշում ես նույնիսկ լռության մեջ։ Նրա խոսքը երբեք պարզապես հարց չէ, դա երկխոսության հրավեր է, որտեղ զրուցակիցը զգում է իրեն կարևոր, լսված և հասկացված։ Տարիներ շարունակ նա հեռուստաէկրանին չի խաղացել հաղորդավարի դեր, նա եղել է հենց ինքն իրեն՝ անկեղծ, խորը, երբեմն սուր, բայց միշտ մարդկային։ Նրա հաղորդումներում հյուրերը չեն պատասխանում հարցերի, այլ բացվում են, երբեմն անգամ իրենց համար անսպասելի անկեղծությամբ։ Զարայի առանձնահատկությունը ոչ միայն պրոֆեսիոնալ փորձն է, այլ ներքին ինտելեկտը։ Նա գիտի երբ լռել, երբ ժպտալ և երբ տալ այն միակ հարցը, որը կարող է փոխել զրույցի ընթացքը։ Այդ պատճառով նրա ծրագրերը տարիների ընթացքում դարձել են ոչ թե պարզապես հաղորդումներ, այլ հիշողություններ հեռուստադիտողների կյանքում։ Նա պատկանում է այն հազվագյուտ մարդկանց շարքին, ովքեր մեդիայում կարողացել են պահպանել արժանապատվությունը, խորությունը և անհատական ձեռագիրը, չհարմարվելով մակերեսայնությանը։ Զարա Արամյանը հեռուստատեսությունում ժամանակ չի ներկայացնում, նա ներկայացնում է մտածողություն, և հենց դրա համար է, որ նրա անունը տարիներ անց էլ ասոցացվում է որակ, խոսքի մշակույթ և մարդկային ջերմություն բառերի հետ։ Եվ գուցե հենց այստեղ է Զարա Արամյանի ամենամեծ ուժը, նա երբեք չի փորձել համապատասխանել ժամանակին, այլ ժամանակին ստիպել է մի պահ կանգ առնել ու լսել։ Այն դարաշրջանում, երբ արագությունը հաղթում է խորությանը, Զարան ընտրել է հակառակ ուղին՝ խոսել դանդաղ, մտածված, երբեմն ցավոտ ճշմարտությամբ։ Նրա յուրաքանչյուր հարցի մեջ զգացվում է ոչ թե հետաքրքրասիրություն, այլ պատասխանատվություն մարդու պատմություն և ասված խոսքի հանդեպ։ Նա չի սիրում բարձրախոս ինքնագովազ, չի ձգտում սկանդալների, բայց հենց այդ լռության մեջ է նրա ազդեցությունը։ Զարա Արամյանը հիշեցնում է, որ լրագրությունն ու հաղորդավարությունը մասնագիտություններ չեն միայն, այլ բարոյական դիրք։ Նրա էկրանային ներկայությունը երբեք չի ճնշում զրուցակցին, նա կողքին է, ոչ վերևից։ Այդ պատճառով էլ նրա հյուրերը հաճախ ասում են այն, ինչ ուրիշ տեղ չէին համարձակվի արտաբերել։ Տարիների ընթացքում Զարան դարձել է ոչ միայն հեռուստադեմք, այլ վստահության խորհրդանիշ։ Նրան վստահում են պատմությունները, ցավը, հիշողությունները։ Եվ դա պատահական չէ։ Վստահությունը կառուցվում է ոչ թե տեսախցիկների առաջ, այլ դրանց հետևում՝ մարդկային պահվածքով, սկզբունքներով, անկեղծությամբ։ Զարա Արամյանը ապացույց է, որ մեդիայում կարելի է մնալ մարդ՝ չկորցնելով մասնագիտական բարձր նշաձող է։ Եվ գուցե հենց դրա համար է, որ նրա անունը ոչ թե պարզապես հիշվում է, այլ հնչում է հարգանքով։ Զարա Արամյանը դեռ մանկուց ակտիվ էր մշակութային ոլորտում։ Նա զբաղվել է թատերախմբերում, մասնակցել մանկական ռադիոհաղորդումների պատրաստմանը և շուտ սկսել զբաղվել լրագրությամբ։ Նշենք, որ 1986 թվականին դպրոցն ավարտել է ոսկե մեդալով, 1988-ից 95 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանում, ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, ստացել ուսուցչի և լրագրողի որակավորում։ Ուսման տարիներին խմբագրել է ուսանողական թերթը և հոդվածներ գրել բազմաթիվ պարբերականների համար։ Զարա Արամյանի պրոֆեսիոնալ կյանքը սկսվել է դեռ 80-ականների սկզբին, երբ աշխատում էր ռադիոյում որպես մանկական հաղորդման խմբագիր և հաղորդավար։ 1993 թվականին համալրեց Հայաստանի հանրային ռադիոյի «Հայաստանի ձայնը» ռուսալեզու բաժինը, վերակայել և վարել է սոցիալ, քաղաքական, մշակութային ծրագրեր Սփյուռքի լսարանի համար, վարել է ռուսալեզու բաժինը մինչև 1996 թվականը։ Ամբողջ կարիերայի ընթացքում Զարա Արամյանը մասնակցել է ավելի քան 300 հեռուստահաղորդումների և նախագծերի։ Նկարահանվել է «Մեր բակը», «Բարի լույս»,
ֆիլմերում։ Զարա Արամյանը բազմաթիվ պետական և հասարակական մրցանակների է արժանացել իր երկարամյա ծառայության համար։ Նա ամուսնացած է, ունի 2 զավակ՝ Էլենը և որդին Գուրգենը, ինչպես նաև Արտաշեսի որդին Արթուրը, ում նա մեծացնում է որպես իր ընտանիքի անդամներ։ Վերջին տարիներին Զարա Արամյանը որոշ առողջական խնդիրների մասին բացահայտել է, մասնավորապես սրտի հետ կապված վիճակի վերաբերյալ և պարբերաբար հիվանդանոցում է լինում։ Զարա Արամյանը համարվում է յուրօրինակ լրագրող, հաղորդավարուհի և դերասանուհի, ով իր կարիերայի ընթացքում մեծ ազդեցություն է թողել հայկական մշակութային և հանրային երկխոսության վրա։ Նրա հեղինակային ծրագրերն ու դերակատարմամբ հեռուստատեսային ներկայացումները ստիպել են նրան ճանաչվել նորարար, վստահելի մուլտիմեդիա դեմք ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։